Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրվարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Օսիպյանը 2026-ի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ Facebook-ի իր օգտահաշվի միջոցով քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով կատարել է հրապարակային գրառումներ, այդ կերպ Հայաստանի վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Բացի այդ, ԱՕ-ն տեղեկանալով Հայաստանի վարչապետի և քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ անդամների կողմից 2026-ի մայիսի 18-ին Արաբգիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով Facebook-ի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբգիր վարչական շրջանի վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։ Այնուհետև ԱՕ-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը։ Քրվարույթի նախաքննության ընթացքում ԱՕ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրօրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, 297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանությունը և 211-րդ հոդվածի առաջին մասով քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը, ԱՕ-ն կալանավորվել է, ասվում է հաղորդագրության մեջ։